Բարեզես, սելի ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Մի քանի թեմաների մասին, միանգամից ուզում եմ հպանցիկ եմ, որ ասում եկալ, տեսա հաղթեցի, այդ վիճակով ուզում եմ արտահայտել։ Նախ, գլխած ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Հայաստանի Հանրապետությունում, Ֆրանսիայի դեսպանատանը, որ ինչքան ժամկետն անց հակասանիտարական սնունդ գնացեք թելա Սուրմալուի պատերի տակ, են լուսացխի կոմեր, մալացա և ալն, դրանից բեր է սարկելա բանկետի սեղան, կաչել է Հայաստանի իշխանավորին ասելա, լապեք, թունավորվեք, գնացեք ծռեք։ Սրանք էլ լապել են, թունավորվել են, գնացեք ծռել են։ Ես ընդամենը կասեմ մի բան, այդ ամեն կուլտուրական դեսպանին։ Merci beaucoup։ Ինչքան կարա, այդպես միջոցառումը թող կազմակերպի շուշուտ։ Բերի կերցնի, դրգիզ ու քարան կամ ինֆեկցիոն հիվանդանոց։ Եվս մեկ անգամ, merci beaucoup։ Այսինք մեկ։ Երկրորդը, այն որ ես անընդհատ ասում եմ, որ այս իշխանությունը սիստեմատիկաբար գողանում է Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագիրը, գողացել է իր շարունակում գողանալ, ասում էին «Не может быть», խնդրեմ։ Հիմա լերել է ինքեր ուսուցչուհին Սուրեն Պապիկյան, այն հոգեկան հիվանդետ հայտարարել են, որ ովքեր ունեն վարորդական իրավունք, բաց չեն ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, այսինքն չեն գացել բանակ, վարորդական իրավունքները պիտի լի քեսել եւ այլևս իրավունք չունեն ունենալու վարորդական իրավունք։ Ադիք որտեղից են վերցրել? Քրիսիկ, այո, Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագիր։ Ես էի ասել, եթե դու չես կարան ավտոմատ բռնել, եթե դու ազատ վատես, դու մեքենա ո՞նց ես քշում։ Հիմա նոր էդ էլ վեկալան Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագրից, Մարզպետարանի լուսավորումն էլ վեկալան Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագրից, այ մարդ, այս Վարդան Ղուկասյանը, այս ինչ լավ մարդ է, ես գրեմ, ուժները վայել են։ Ինչևից է, լավ օրենք հա, բան չունեմ ասելու, դաժե ամուսնացածների հետևից է պետք է ասվի, բայց հետի կան ասեն Վարդան Ղուկասյանը։ Այո, եթե դու չես կարում բանակում ծառայել, դու մեքենա ո՞նց ես քշում։ Բոլորին պետք է զրկել, ովքեր որ Դաժե եթե 35 տարեկան են, բայց ունեն վարորդական իրավունք եւ չեն ծառայել բանակում, պետք է զրկել։ Էդի լավ օրենքա, գոնե լավավոր ֆայմել են, դոկուսակցությունից վերցրել են, ուզում են կիրառել, ուզում են ասեն պասմատրիցը, մի տոժե ասետրինա։ Ադիք երկուս։ Երրորդը։ Երրորդ շնորհակալությունը ուզում եմ հայտնեմ մեր Վրաստանի իշխանություններին։ Այդպես գեղեցիկ կերպով թող շարունակեն ծծցնել բոլոր այն հայ գործարարներին, որոնք որ ուզում են Վրաստանի տարածքով ապօրինաբար ապրանքներ արտահանեն Եվրոպայ։ Այդ է սոկայնեսեն ասեն կոնյակը ֆալշ է, էսի կենե։ Այդպես Վրաստիներ ջան, I love you։ Շարունակեք սիստեմատիկաբար խոչընդոտել հայ բիզնեսմենների ապրանքների արտահանումը դեպի Եվրոպա։ Դոկուսակցությունը ձեր կողքին է, սատարում է Վրաստանի իշխանությունների ցանկացած նման գործողությունների։ Մանավետ գնացվել է։ Բայց հիմա ասեմ ամենակարևորներից մեկին, չորրորդին։ Իհարկե դա չի վերաբերում Հայաստանի Հանրապետության պետականությանը, բայց քանի որ վերաբերում է պետական, այսպես ասած քաղաքական գործիչներից մեկին, ես այդիկ որ պահեի իմ մեջս դանդաղ կքայքայվեի։ Բանից պարզն է, որ էդ ամեր սիրուշն հերթական անգամ ծննդաբերեր է։ Ես չգիտեմ էսի չորրորդն է, թե երրորդն է, բայց ծննդաբերեր է։ Ու ամենահետաքրքիրն է, որ նորից ծննդաբերեր է Ամերիկայ, կամ էտա ուրիշ երկիր, ոնց հասկացա նորից Ամերիկա է։ Բա օր ու գիշեր, օր ու ցերեկ խիար մուսկուլի մարդը, ու այդ կիսա չոլախը, հələ ասում էին Հայաստան հայրենիք ընտրությունների ժամանակ, հիշում եք, Հայաստան էին քարոզում, բա Հայաստանում դագաղը դնեմ քեզ, դու ես էլ արդեն քո յոյորդ երեխին, չես ուզում Հայաստանը ծնվի, էդ մեզ օտար ամարի ափերը մեզ բերում երեխուց, Հայաստանը լավ երկիր չի, քխ, բայց այդ քխալով հելել էիք մտել էիք քարոզարշավի մասնակցում էիք, հելան ոչ խարի նման էլ գնացիք Ռոբերտ Քոչարյանի կուսակցությանը ձեթևից այն դեպքում, որ ինք հիաթորանը չի խմշում Հայաստանում ծնվի, էտա իա կնգա մուսկուլնի, կնգա գոլդ փուսի, չպիտի հայ բժիշկները տենան, ընդեղ բրլյանտնի յա, սիրուշի արգանդնիքը, սերական շղթերով բանով սաղ բրլյանտնիքա, որ տենան հայ բժիշկները կխնաղարեն, դրա համար ինքը գնան ծնդաբենեմա օտար ամայի ափերում, ստեղի բժիշկները արդեն սովորեն, սիրուշի փուսին տենան, փուսի անգլերից թակմանաբար նշանակում է դլոյ,
ու սրա փուսիտոն մարտնել, այսինքն դլոյապաշտ, հերթական անգամ եկել է հասել է օտարամայի ճամփեկը, նկարեմ սցենար են գրել, նկարեք սրեն Instagram, ինձ պիտի ընթանա, այսինքն ոնց ուտան ժողովրդին ծննդաբերության process-ը։ Ես այդ սցենարիստին ծխցնեմ, որը անգամ չունի հասարակ բժշկական կրթություն։ Հարգարժան տիկնայք, ովքեր որ երեխաներ են բերել, սերունդ են տվել։ Հələ մե խաղմատեք դրա Instagram, ու այդ վիդեո խնդրում եմ նայեք։ Այդ չեմ ասեմ դոկտորնի, գինեկոլոգնի, մանկաբարձնի, ես ոչ գինեկոլոգ մանկաբարձ եմ, ոչ ակուշեր, բայց ես նման բան չեմ տեսել, չեմ էլ պատկերացնեմ, որ երբատուղը ծնված երեխային առնաճապախ, առնաթաթախ, որ դլոյի մեջից որ դուրս է եկել, բերել շղկցնել մոր գիրկը, արուններեցին այդ հակահիգենիկ, հակասանիտարական երևույթը և մոր գիրկը նոր սկսեն երեխուվից աունը մակնել։ Ես չգիտեմ դա որ հիվանդանոցում ծննդաբեր է, բայց որ ճակերտավոր ծննդաբեր է, բայց ես որ իմանամ որ հիվանդանոցը ես ինքս պատրաստ եմ դիմում բողոք գրել այդ երկրի առողջապահության նախարարություն, որ այդ հիվանդանոցում ծաղկում է հակասանիտարական վիճակը, անաչափահ առնաթաթախ եթմին, բերեմ տալում են առանց մաքելու մոր ձեռն, ասում են մնում են անվեկալ, մնում են ընկերքն ու պորտալարն էլ ցույց տային։ Բնականաբար սիրուշն ծրծել է, չի ծրծել, ճակերտավոր, սուրակատ մեր հերթական անգամ բերել է կողի սենյակը, ընդից առնաճապախ արդաթադաղ բեր տպում են մոր ձեռն, ասում են իշկացեք, ժողովուրդ, էտա սիրուշն եթիմ բերել է, բայց հիմա որ սիրուշի փորը բացես, Արթուր Աբրահամ, ընդե չգիտեմ էլ ով կա, Ժակ-Կլոդ Վան Դամ, ընդե էտենց մուսկուլնի, չգիտեմ, աստված է, սաղին ասեմ բա մորացա, իշքան բաքսյոր, որ կա, Բրուս Լի, օղորմազիկին, վեկալ ես Բրուս Լիի փորը, փորի պրեսը, սիրուշի դնես իարկող չես հասկնա, Բրուս Լինա, սիս որ մեկնա երեխա բերես, իշքան էլ ոչ, ընգեր լովիկ, կինո նկարես, մուվի նկարես, դոկումենտալ նկարես, ոչ չգիտեմ, general history նկարես, տղաջան, կա ֆիզիոլոգիական առանձնահատկություն, որը բոլորի մոտ նույնն է։ Ծննդկանը չի կարա ունենա այտենց պրես, ոսոր ունի քո կնիկ, ասում են Բրուս Լի, ու քո կնգան դնեն իրար գող չկսեն, դեմքները փակեն, հերոսայցուղը չի հասկնա, որն է Բրուս Լի, որն է Արթուր Աբրահամին։ Չէ, դա կասենք մեռալներին։ Արթուր Աբրահամին բերենք դնենք, ասենք Արթուր Աբրահամը, էսի սիրուշը։ Գյորգեք ստեղից որն է ծննդկանի փորձախ, Արթուր Աբրահամի փորը ցույց կտան, մազերը թրաշած վիճակում, էլի, փորը մաքրած։ Կասեն էսի երեխա բերե։ Արթուր Աբրահամ։ Բայց բանը դեմք փակը, էլի, որն դեպք չճանաչեն։ Էս ինչ թատրոն եք խաղը։ Էս ես քո սցենարիստին ծծցնեմ։ Տղաջան, պատուղը ծնարանը մաքրեմ կարգեն բերեմ, փատտեմ են ազալի մեջ, կուլտուրականնի, բերեմ տալեմ են ծննդկանի ձեռն ասում են ան ծիծդ խոտա բերան, թո երեխեն ծիծ ուտա։ Էս դեպքում անաչափահ բերեմ տալեմ են երեխում ձերը նոր մոր գիրկը, հələ սրա սցենարիստի ճգիտությունը դու նայեք։ Ես քո գեղարվեստական ռեժիսորին ծծցնեմ։ Երեխեն գիրկը տալեմ են նոր սկսում են արունն ինքը, արգանդի միջի, արունն ինքը երեսից մաքրել։ Посмотрите, родила царевна ночь, то ли сына, то ли дочь, կասեն Ալեքսանդր Սերգեյիչ։ Բերին ձերին ձերը, ես թքեմ քո նամուսին։ Ես թքեմ ձեր սցենարիստի հեղինայից դե կինո նկարողի կիտու բենին։ Հայաստանի մասին էիք բանանը, Արցախ էր ասեմ, իմ սիրելի Արցախ ընտրությունից առաջ, որ մեր երեխեքս Արցախում ցրտ է, ագարկա։ Ոչ մեկ, դաժե Հայաստանը, մարդն ասում է, ես չեմ ուզեմ, որ իմ կնգա դլոն Հայաստանը տենան, այս ժամանակ, ասի մասուն խաբար է, խիքո կնգա դլոն ադամանվից ալ, թե սերական շերտերի հետևում կա նաև սերական ատամներ, որ կարող է գինեկոլոգնի տենան ու ույտը գնավորել։ Խի, Հայաստանի գինեկոլոգնեկին դու խղճում ես, այս Ամերիկայի գինեկոլոգնեկին դու չես խղճը, որ ատամներով դլոտ ենան լեղապատարել են, էդ է կոզածը, վաշխարու, կտրեն, հայկերի ժողովուրդ, ես ուզեմ եմ, որ մի մարդու նման դուք հասկանաք, որ ումը որ դուք գնացիք ձեն տվեցիք, էլ չգիտեմ ընդե տաշիշ, ես տաշեմ դրան, էլ չգիտեմ սիրուշ, որ տարան առաջին լեդի, էլ ոտերս կերավ, ատենց էլ մնաց չկայացած լեդի, էլ չգիտեմ Նիկոլագան, դուք ձեզից գոհ եք, հա, դուք ձեր ընտրած պարլամենտից գոհ եք, ողբամզը կեզ հայ ժողովուրդ, քանզի ծննդկան տելա կեղծ,
Բագալովնիկը, նա եմ ասում եմ լավ, սաղ չի նամանշեմ, այս Սուզան Մարկարյանն է լակի չէ, կարմիր սաղինք մը գարունի, այդ երկի տեղը միադներ, կարմիր դլո մը գարունի, դլո, ամնամուս ժողովուրդ, Esum ek dere eş aymak et kant kenik yeri hayal dere helmeta sektes banko vor erexun beren tan mordzere norksen alun kavris patsu Makvel et hivandanosin պետք է զրկել լիցենզիայից իմանա որ հիվանդանոցնա ասից գրելույեմ լիցենզիայից զրկել Ատես երեխա ծնունդ ընդունելու համար Բոլորն գիտեն ընկել լովիկ որ քո կնիկը չի ծննում քո կնիկը ծնացնել ատալն որը կոչվում է սուրոգատ մայր հələ հարցը սպերնել քոննա թե հարևանի մարդիննա Էս է ուզում ասել ամենայն հարգանքով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան